Այսօր Հալեբի մեջ ինձ գտվի, որ ավելի հայ գբնագի, քան Կահիրեի մեջ։ Բայց քաղուտը շատ երանթուն է, ունին 3 ակումբներ եւ մեկադալ մարզական ակումբ։ Դղակը միշտ ակումբ կերտան, իրենց համար բասկետբոլը շատ կարևոր է։ Ունեին Կահիրեի մեջ շատ դպրոցներ կային, վերջին 30-40 տարիներուն 2 դպրոցներ մնացել էին, Գալուստյան եւ Նուբարյան։ Գալուստյանը Կահիրեի մեջ էր, հին քաղաքի մեջ էր, ոչ թե հին քաղաքին, Կահիրեի մեջ էր, Նուբարյանը Հելիոպոլիս էր։ Հետո բայց ժողովուրդը սկսավ, հայերը սկսան Կահիրեին Հելիոպոլիս փոխադրվել, հակառականոր որ եկեղեցին գշարունակե մնալ շքեղ եկեղեցի մոնին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքեղ։ Եկեղեցին դակավին Կահիրեի, բայց ժողովուրդը մեծ մասը եկան Հելիոպոլիս։ Ուրեմն Նուբարյան վարժարանի աշակերտությունը երթալեն բացեցավ։ Վերջավորության միացուցին 2 դպրոցները, հիմա Կահիրեի մեջ 1 դպրոց կա, Գալուստյան Նուբարյան ազգային վարժարան, իսկ Ալեքսանդրիո մեջ եղած միակ վարժարանը, որ Բողոսյան վարժարան էր, այո, փակվեցավ անցյալ տարի, որովհետև մեկ աշակերտ ունեին, անալ բակալորիայի հասավ եւ խոնալ շատ մարդ չի գա, մե մարդ կամ Կահիրե գուկա կամ գկախտե։ Գալով հայերենին ընդհանրապես նույն վիճակն է, ինչ ուրիշ քաղաքներու մեջ։ Դահակը դժգամին սորվելու, նախագրթարան միջնագարկ կսորվին, հետո արդեն կսկսին դարվել իրենց քննություններով, համալսարանով եւ գբաքսի ադիգա։